Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիա հաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցին։ Բարև ձեզ, պարոն Սուրենյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Դուք ինձ մոտ երբևէ չեք հյուրընկալվել, այսօր առաջին անգամ է։ Հաստեղս կբացվի։ Պարոն Սուրենյան, բավականին ակտիվ այսպես շրջափուլում եք, հիմա կարծես թե մի փոքր թեթևացել եք եւ սա նաեւ առիթ է, որովհետեւ կարողանանք մի փոքր քննարկենք ինչ տեղի ունեցավ, ինչ վիճակում ենք հիմա եւ ուր ենք գնում։ Գյումրու ընտրություններին ձեր կուսակցությունը նույնպես մասնակցում էր, բավականին թեժ կետ էր, հա, այս տարվա թիմ ընտրությունների առումով, իհարկե Փարաքարը նույնպես ակտիվ էր բավականին։ Ինչն էր խնդիրը, որ պարտվեցիք, հա, այդտեղ, ինչն էր խնդիրը, որ չհաջողեցիք, բայց ամեն դեպքում ընդհանուր տեսադաշտը երբ նայում ենք, այդքան էլ վատ ցուցանիշներ ցույց չտվեցիք, այո, 3% ձայն հավաքեցիք։ Եթե դա համադրում ենք այն փաստի հետ, որ բազմաթիվ թիմերում 5 տեղ մենք ունենք համայնքապետ, սա վատ ցուցանիշ չէ։ Ահա։ Իհարկե կարող էր ավելի լավ լիներ։ Երկու բան թերևս մենք անտեսել ենք։ Առաջինը նման բարձր մասնակցություն չենք կանխատեսել, որտեղ անցածին մասնակցել էր 27000 մարդ, հիմա եկավ 47000, գրեթե կրկնակի ավելի։ Մենք կանխատեսում ենք, որ 35-36 այդ կարգի։ Շատեր անգամ դա էլ չեն կանխատեսում։ Այո, շատ է, որտեղ մտածում են մինչև 30-ի շրջակա։ Այո, անկեղծեն, Քարոզարշավը ակտիվ չի եղել։ Այսինքն ակտիվ է եղել, բայց հասարակության ակտիվներ գրավատություն չի եղել։ Դրա համար մենք այս թիվը մի քիչ էլ արհեստական ենք համարում, այսինքն սա ոչ միայն մրցակցության հետևանք էր, այլ իշխանությունը տոտալ վարչական ռեսուրս կիրառեց եւ արդյունքում եղավ է շատ մեծ մասնակցությունը։ Երկրորդ հանգամանքը մեր դեմ սև PR կիրառվեց, մեր տեխնացուի այսպես կոչված թուրքական անձաթուղթի հետ կապված, ցավոք սրտի դա արեցին մի հատ այնպիսի փուլում, որ հետո հետ բերել կորցրածը չկարողացանք։ Այսինքն ժամանակը չբավականացրեց։ Այո, ժամանակը չբավականացրեց, վստահաբար մեր պոտենցիալը մոտավորապես 6-7%-ի է, ողբերգություն չենք տեսնում, 3%-ը շատ լավ հենք է, կարևորը շատ մրցունակ թիմ կարողացանք ձևավորել, այսինքն քանի որ մեր համար գերխնդիրը ԿՊ-ի հաղթանակը թույլ չտալն էր, այդ առումով ես էլ առաջի գծում եմ եղել, հաջողված ենք համարում մեր առաքելությունը, մյուսների հետ համակցված իհարկե, երկրորդ խնդիրն էլ խորհրդարանական ընտրություններն էր 26-ի, լավ թիմ ունեցանք, 1400 ձայնը շատ լավ պլազդարմ է, ինչ-որ զարգացնելու համար, ընդհանուր առմամբ ավելին կարող է լինել, բայց ձախողում չենք կարող։ Տեսեք, պարոն Սուրենյան, օրինակ այսպիսի դիտարկում են անում, որ երբ մասնակցում են փոքր կուսակցությունները, որոնք այսպես նոր են քայլեր անում, հա, ընտրապայքարի մեջ, հիմնականում ձայն փախցնողներ, ձայն գողացողներ են դառնում։ Եվ ըստ թիմ օրենքի, այնպես է ստացվում, որ երբ դուք չեք հաղթահարում այդ շեմը, այդ ձայները ավտոմատ կերպով նաև գնում է հենց իշխանական տեխնացուին։ Դուք ոնց որ թե դրանով նաև ակամայից սատարում եք նրանց, հա, հետագայում։ Այնպես եք պարզաբանում սա։ Լիոլի կոմպենսացրել եմ, որովհետև եթե Գյումրիի քարոզարշավում մոնիտորինգ արվի, որ գործիչներն են ավելի շատ մաշեցրել ԿՊ-ի քոքը, դասականին մեջ բերելով ասեմ, առաջի եղրյակում հաստատ ես կգտնվեմ, այսինքն ես ավելի շատ ԿՊ-ին վնաս եմ տվել մեր մասնակցությամբ, քան այդ ձեր ասած գործոնը։ Այո։ Երկրորդը մենք բոլոր սոցիոլոգիական հարցումներով անցողիկ կուսակցություն ենք համարվում, հետևաբար մեր այդ ձախողումը չի կարելի վերագրել կանխատեսելի ձախողման շարքին։ Այս առումով մենք բավականին լավ թիմ ունենք Գյումրիում եւ շատ հեռանկարներ։ Երրորդը Գյումրիի մոդելը ճիշտ ասած ես օրինակելի մոդել չեմ համարում։ Որտեւ տեսեք Գյումրիի ընտրությունները երկու շատ կարևոր նվաճում ունեն։ Առաջին ԿՊ-ն 50% գումարած մեկ չստացավ, այստեղ արժանի պիտի մատուցել ընդդիմադիր բոլոր 6 կուսակցություններին կամ դաշինքներին, որտեղ են մյուս երկուսին ես ԿՊ-ի դաշտում եմ դիտարկել, արևմտամետներին, մեկ էլ են ֆայտոնի գովազդի երկողը։ Այո։
այդ առումով այդ խնդիրը դա մեկ հաջողություն, երկրորդը, որ շատ ավելի կարևոր է, քան բոլորի ցուցանիշները, դա հասարակության մոտ ընտրությունների ինստիտուտի նկատմամբ հավատի վերականգնումն է։ Որովհետև հասարակությունը տեսա, որ Փարաքարում էլ հնարավոր, Գյումրիում էլ հնարավոր, մի շարք այլ տեղերում էլ էր դրանից առաջ հնարավոր եղել, իսկ սա 2026 թվականի ընտրությունից առաջ շատ լավ մեսիջ է։ Հիմա գամ գլխավոր խնդրին։ Գյումրիում ըստ էության քաղաքական ամբողջ համակարգը պարտվել է, որտեղ եթե դիտարկում ենք առաջատարներին, մի կողմից ԿՊՆ տոտալ պետական վարչական ռեսուրսով, մյուս կողմից Գյումրիում ազդեցիկ երկու կլաններն են, որտեղ քաղաքական մի խոսք շատ դժվար է գտնել։ Ամենայն հարգանքով այդ մարկանց ընտանեկան, ազգական, հարևան, հա, այդ սկզբունքն է աշխատել բացառապես։ Այդ երկու կլանները տասնամյակներ շարունակ կան։ Ես էս բացասական իմաստով չեմ ասում, ուզում եմ ասեմ, քաղաքական համակարգը մեծ հաշվով Գյումրիում պարտվել է, եթե նայեք քաղաքական կուսակցությունների ցուցանիշներին։ Նու Ռուբեն Մխիթարյանը էլի քաղաքական ուժ չէր ներկայացնում, որտեղ մեր հզոր համայնք կուսակցությունը մեր հասարակության երևի 99%-ը չգիտի։ Դա այստեղ էլի լիդերի գործոնն է աշխատել նշանակ։ Եվ այս դեպքում էլ կարևոր չէ։ Հիմա Վարդան Ղուկասյանը, որ այդքան ձայն հավաքեց կոմունիստական կուսակցությունը, չէր վստահաբար Մարտուն Գրիգորյանին էլ հետևում կանգնած կուսակցությունները չէին, դա պարզ էր, որտեղ այդ մրցակցությունը այդ կլանների մի քանի տասնամյակ Գյումրիում կա։ Այդ մոդելը օրինակելի չի երկրի համար հաստատ։ Պարոն Սուրենյան, դուք կարծում եք, որ դա միայն Գյումրիում է այդպես։ Ոչ։ Հայաստանում այդ քաղաքական համակարգը արդյոք ձևավորվել է անգամ այս վերջին անկախության 30 տարիների ընթացքում, որ Գյումրիում էր կոնկրետ դա ակնհայտ այսպես ցցում։ Մեր մոտ ցցում։ քաղաքական համակարգը սկսել է հետ նահանջ ապրել 2000-ականների սկզբից։ Այս 2018-ը եթե իսկապես հեղափոխություն լիներ, պիտի նպաստեր, որ քաղաքական համակարգը կայանա, բայց սկզբում օխլոկրատիան թույլ չտվեց դա ամբողջի այդ բանը խրախճանքը, հա, որը ամեն ինչ վերացրեց, փոշիացրեց եւ պետական ինստիտուտները, եւ քաղաքական ինստիտուտները, եւ իդեպ շատ կարեւոր ցուցիչ է։ Եթե հեղափոխության իբրև թե հեղափոխության հաղթանակից 7 տարի հետո ժողովուրդը պատրաստ է անգամ էպատաժային կերպարից ձայն տալ, միայն թե ԿՊ չլինի, դա հենց խոսում է Նիկոլ Փաշինյանի թիմի կատարյալ ֆիասկոյի մասին, որտեվ նման բան գոնե հեղափոխությունից հետո երկրորդ, երրորդ տարում հնարավոր չէ պատկերացնել։ Բացառված։ Դե էլի քաղաքական համակարգի ու մտքի հիման վրա չէր այդ 18-ը տեղի ունեցել, հա։ Էլի անհատի, անձի կամ երրորդ նախագահային մերժելու կամ էլ ասենք, վայ տեսեք ինչ լավ տղա է բանը մեծոցից ելած։ Չէ, իր գործոնը շատ թույլ էր։ Սերժին մերժելու հիմքով է տեղի ունեցել, ցավոք սրտի իմ զարգացումները տանում են նրան, որ էլի մենք մի հատ իռացիոնալ ալիք կարող ունենանք, ոչ թե ինչ-որ պոզիտիվ հիմքով ընդդիմություն միավորվի կամ հասարակություն, այլ Նիկոլին մերժելու հիմքով հիմա էլ տեղի ունենալու շատ փոփոխություն։ Դա էլ է իսկապես վտանգավոր։ Շապազանց վտանգավոր է, իմ համար Նիկոլը չլինի ով ուզում է լինի բանաձև, ամենավտանգավոր բանաձևերից մեկն է։ Դե մենք 18-ին դա տեսանք։ Միջև հիմա էլ մեր մաշկի վրա զգում ենք դրա ամենաբացասական, ամենաողբերգական հետևանքները։ Եւ մենք արդյոք ունենք ժամանակ, որ դրա փոփոխությունը մեր երկիրը տեսնի։ Ես չեմ կարծում, որ առաջիկա տասնյակներում դա որոշակի փոփոխության կենթարկվի, որովհետեւ ամեն դեպքում սա նաեւ որոշակի ազգային հոգեբանություն է դարձել։ Պիտի փորձեր անել։ Տեսեք, այնուամենայնիվ Գյումրիի այս ընտրաշարում թույլ բայց քաղաքական խոսքի լանջը։ Նոր նշեցիք, որ չի եղել դա։ Չէ, ասում եմ թույլ, բայց քաղաքական խոսքի։ Թույլ, որոշակի, որ մասն է արձանագրում այդպես։ Գիտեք, ամեն դեպքում մի հատ բողոքական զանգված առաջացել էր, որն էլ տապալեց ԿՊ-ի հաղթանակը։ Այդ բողոքական զանգվածը թափառում էր բոլոր ընդդիմադիր խմբերում։ Ամեն մեկին իր չափով։ Տեսեք, պարոն Սուրենյան, ամեն դեպքում ելքը այս պահին մենք կանխորոշում ենք ինչպիսին կլինի, որ ընդդիմությունը հաղթել է եւ Մարտուն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ այդ մի քանի քվեն ինքը պատրաստ է հա տալ Վարդան Ղուկասյանին ի օգուտ,
բայց մամուլը տարբեր տեսակետներ, վարկածներ է դրել այս երկու օրը շրջանառության մեջ, նշելով, որ կարող է այսպես լինել, այնպես լինել, մի այսպես խորամանկ քայլ անեն, չգիտեմ, ձայներ գողանան այնտեղից, հա, մենք գիտենք ինչ հայտնի ձևերով դա նախադեպեր ունեցել են, եղել է, կա այս անհանգստությունը, ամեն դեպքում ամսի 16-ին նոր կլինի առաջին ավականունիստը, որի ընթացքում կընտրեն քաղաքապետ։ Բուժվելու ոչ թե բժշկի, այլ հեքիմի մոտ երաշխավորված արդյունք ունենալ չի կարող։ Հիմա մենք Գյումրիում լուծումները տվել ենք հեքիմի մակարդակով։ Այսինքն մենք չունենք անգամ կոալիցիա, որ կարողանանք վստահ խոսալ մեծամասնության մասին նոր ավականում։ Այսինքն այդ 4 քաղաքական ուժերը կոնսենսուսի են եկել բացառապես ԿՊ-ին մերժելու հարցում։ Դե բայց էլի լավ է։ Հա, չէ, դա օքեյ է, շատ լավ է։ Բայց արդյոք դա երաշխավորված է դարձնելու ավականու բնականոն գործունեությունը։ Այսինքն կապիտալիզացնել դա, հա։ Տեսեք, եթե անգամ ամեն ինչ պայմանավորվածությունները մնում են եւ հաղթում է Վարդան Ղուկասյանը, նո ամենականխատեսելի սցենարն է դա, մենք ունենում ենք շատ խոցելի իրավիճակ։ Մնացած 3 ընդդիմադիր կուսակցությունները կամ խմբակցությունները հրաժարվել են պատասխանատվություն ստանձնել նոր քաղաքային իշխանության գործունեության համար, որովհետև կոալիցիա որպես այդպեսին գոյություն չունի։ Այդ դեպքում ինչպես ընդունվելու ավականիու որոշումները, ինչպես է հաստատվելու բյուջեն, ինչպես են կադրային նշանակումները արվելու։ Կարող է հետագայում էլ այդպիսի պայմանավորվածություններով ոչ թե լեգալացվի կոալիցիան, այլ որոշակի ներքին պայմանավորվածություններով առաջնորդվեն։ Խիստ կասկածում եմ եւ համարձակում եմ պնդել, որ ոչ։ Որովհետեւ կոալիցիան ինչի համար է, ոչ միայն ֆիզիկապես մեծամասնություն ունենալու, այլ մի շարք կարևոր հարցեր լուծելու։ Օրինակ պետքա գտնվեր ամենաոչ խոցելի տարբերակը տեխնացուների մեջ։ Դա շատ կարևոր է, որտեղ եթե մի կողմից խոցելի տեխնացու է հաղթողը, մյուս կողմից կոալիցիա չկա իր շուրջ, իդեպ կոալիցիա չկա մեծամասամբ հենց Վարդան Ղուկասյանի պատճառով, որտեղ իրան Գյումրիի ընտրություններում իրան պահեց ճիշտ այնպես, ինչպես 21 թվականի խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը։ Անտեսես մնացած ընդդիմադիր սեգմենտներին, ինչ-որ 50% գումարած մեկերի պատրանքներ ուներ, նույնիսկ հետընտրական փուլում փոխքաղաքապետի պաշտոնը չհանձնելու մասին հայտարարություն արեց եւ այլն եւ այլն։ Բայց տեսեք, այդտեղ շատ լավ դիտարկում արեցիք։ Կա մտավախություն, որ Վարդան Ղուկասյանին կարող են ձերբակալել, որը շատ այսպես ընդունված է այս իշխանության ձեռագրին համապատասխան։ Այո, հիմա մենք կարող ենք նաև այսպիսի անակնկալների հանդիպել առաջիկայում, որ կարող է եւ այդ քաղաքապետը, որը ընտրվի ավականունիստով, այնուհետև ձերբակալվի եւ Վարդան Ղուկասյանը այստեղ իրեն համար պլատֆորմ է ստեղծում, որ եթե ինձ տանեն, իմ մարդը լինի փոխքաղաքապետը։ Հենց այսպես էլ ասում է, չէ՞ կհիշեք ասուլիսին։ Քաղաքականության մակերեսային ընկալում է երկու։ Դե ինքը այդպես է ասում, այսինքն ինքը պատրաստ է, որ կարող է իրեն ձերբակալել։ ձերբակալել։ Գործիչ չի, իրա չեմ մեղադրում։ Ինքը շատ մակերեսային պատկերացումներ ունի քաղաքականության մասին։ Ասում եմ, իր դրական գծերն էլ կարող եմ ժամերով թվել, խարիզմատիկ է, կարողանում է շատ արագ կողմնորոշվել, հասարակության տրամադրությունները շատ լավ ազգում են, բոլորը կան, բայց ինքը շատ մակերեսային պատկերացումներ ունի կառավարման համակարգի, քաղաքական հարաբերությունների մասին։ Այո, կարող է Վանաձորի սցենար կրկնվել, բայց կարող է ավելի վատ սցենար լինել։ Օրինակ։ Ինքը կամ հայտնվելու է ԿՊ-ի թիրախում, կամ ԿՊ-ի թակարդում։ Այսինքն չունենալով կայուն մեծամասնություն, աստիճանաբար մեծանալու է կախվածությունը։ Դե ԿՊ-ի թիրախում ու թակարդում ինձ թվում է այս պահին է կարող ենք արձանագրել, որ հայտնվել է, ինչու ոչ, որտեղ քրեական տարբեր գործերով անցնում է։ Դա թիրախն է։ Իսկ թակարդը այն կլինի, որ հանկարծ պայմաններ ստեղծեն ճակերտավոր, որ Վարդան Ղուկասյանը հիշի իր կարճ ճակերտների մեջ հեղափոխական անցյալը։ Հա։ Դա կարելի է։ Դեռ անակնկալները մեզ Իհարկե, ոչ մի դիրք չի հանգուցալուծվել Գյումրիում, բացի նրանից, որ 80-90% հավանականությամբ Վարդան Ղուկասյանը ընտրվելու է համայնքապետ, ընդհանրապես իմ կարծիքով լավագույն լուծումը դա չէր։ Վարդան Ղուկասյանը լավագույն այլընտրանքը չի ԿՊ-ի։ Որտեվ կրկնում եմ, իհարկե ԿՊ-ին
ԿՊ-ի պարտությունը ինձ շատ ուրախացնում է կամ 50% գումարած մեկ չհավաքելը։ Բայց ես չեմ ուզում նաև հին համակարգի այս ձևի ռեստավրացիան, որտեղ հին համակարգը միայն հայտնի մարդիկ չեն, որոնց անունները մոդայի պես անդադ կրկնում են։ Հին համակարգը բարգեր են, քաղաքականության ստորադասումն է, ինչ-որ այլ հարաբերությունների եւ այլն։ Ներողություն, իսկ նոր բարքերում դուք այլ բարքեր եք նկատում ընդհանրապես։ Նիկոլ Փաշինյանն ամենահինն է։ Դե, հենց դա եմ ուզում ասեմ, դուք որ ասում եք հին բարքեր, ուզում եմ հասկանամ, այս նոր կոստյում հագածները, որ եկան, իրենք արդյոք ինչ որ նորարարականություն են բերել։ Չէ, իրակ են ձախող է։ Ես վստահաբար ձեզ ասում եմ, որ Վարդան Ղուկասյանի մտքով ու ինքը իմիջիալոց այդ մասին շատ անկեղծ ասում էր, Վարդան Ղուկասյանի մտքով անգամ չէր հասնի առաջադրվել, եթե 2018-ին իսկապես հեղափոխություն տեղի ունեցած լիներ։ Հաստատապես, որտեղ այդ մարդիկ, եթե նույնիսկ չազատազրկվեին, պարտադիր չի մարդը ազատազրկվի։ Բայց տեսեք, դուք նշեցիք, որ Գյումրին տարիներ շարունակ այդ երկու կլանների ձևով է, հա, արտացոլվել նաև։ Ու 18 թվականից հետո էլի բան չի փոխվել առանձնապես հասարակության ընկալման մեջ, հա, իրենց բարիդրացիական կամ հակադրության մեջ։ Հաճելիորեն մի բան է փոխվել։ Բա այս պարագայում բա ովքեր պիտի առաջադրվեն, եթե այնտեղ այդ մարդիկ այսպես թե այնպես լավ թե վատ իրենք են խաղացողը։ Հեղափոխությունը հենց դա էր, որպեսզի հեղափոխություն տեղի ունեցած կլներ միայն այն պարագայում, երբ որ քաղաքական ինստիտուտները այնպիսի կայացվածություն անցած 7 տարիներին արձանագրած լինեին, որ բիզնեսմենը կամ կլանային պատկերացումներ ունեցող մարդիկ այլևս քաղաքականության մասին չմտածեին։ Այդ միանգամայն դրա հնարավորությունը կար։ Բայց Նիկոլ Փաշինյանը գնաց հեշտ ճանապարհով։ Անդադ ինքը դեմոնիզացրեց նախկինների կերպարը, հա։ Իր չեղած պլյուսները հասարակությանը ցույց տալու համար կամ իրեն չայրած փոքրագույն ներկայացնելու նպատակով։ Բայց երբ որ խոսում ենք այդ Գյումրիի մասին, օրինակ ինձ հաճելիորեն մի ֆիգուր զարմացրեց, հաճելիորեն։ Մարդը իր վրա աշխատում է, աճում է եւ սա այն դեպքերից է, երբ որ ինքը այլևս քաղաքական կապիտալ էլ է կարողանում ստեղծել, բացի այդ կրիմինալ բաղադրիչ խոսքս Մարտուն Գրիգորյանի մասին։ Հավասարակշռված հարցազրույցներ, քաղաքական ակցենտներ, զսպվածություն, այս բոլորը դրական բաներ են նաև, այնպես որ եւ բացասականն էլ ասենք, դրականն էլ ասենք։ Դե տեսեք, ասում ենք, որ պարբերաբար նախկիններին դեմոնիզացնելը, որպիսի իրենց սեփական իբրև թե դրական քայլերը այսպես ավելի աչքի ընկնի, բայց տեսեք, ինչ ուզում է լինի, այդ հակաքարոզչությունը ինքը միևնույն է բերում է նաև դրական էֆեկտ։ Այսինքն, երբ որ դու շատ ես հակաքարոզչություն անում եւ արդեն մարդիկ քեզ այլևս չեն ընկալում, նրանք քեզ չեն հավատում, այսինքն դու այն էլ ես սխալ ասել, այն էլ ես սուտ ասել։ Մնացել է, ուղղակի հիմա Նիկոլն է դարեցել։ Դե այդ եմ ասում, այսինքն դու ուրեմն դու սուտ ես խոսել, այս մարդիկ այդքան էլ վատը չեն, ինչպես դու ներկայացնում ես։ Կամ դու այնքան վատը դարձար, որ այս մարդիկ քո ֆոնի դարձան դրական։ Է հա, այդպես էլ երբ եղավ։ Բա ես դերևս 2018 թվականի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եմ ասել, երբ որ Հայկ Մարությանը առաջի անգամ այդ սև սպիտակի բան արեց, ես ասեցի, որ ԿՊ-ն հիմք դրեց մի օր անպայման ամենասերվը դառնալու ճանապարհի։ Հիմա եկել է այդ փուլը, այսինքն բումերանգի օրենք ունի։ Պարոն Սուրենյանց, այս ամբողջ Գյումրու պատմություններին զուգընթաց մենք նաև տեսնում ենք մեր քաղաքական դաշտում, հանրային կյանքում խիստ բևեռացվածություն, խոսքը վերաբերում է իշխանության դնում եմ մի կողմ, որտեղ իրենք այսպես թե այնպես իրենց նկատմամբ բևեռացվածությունը արդեն արկա է եւ գետոյացել են։ Այո, գետոյացել են, լավ բան ասցիք, այսինքն Փարաքարը եւ Գյումրին դրա այսպես վառ հայելային արտացոլանքն են։ Բայց տեսեք, ընդդիմությունը, որը մինչև այդ կարծես թե իր խնդիրները ներքին տիրույթում էր պահում, հա, ներքին, բայց հիմա այդ ամենը դուրս եկավ ջրի երես եւ մենք տեսնում ենք ընդդիմության այսպես ցցում պառակտում եւ իրար նկատմամբ ինչ ասես ասել, լավ էլ չի որ այսպես արձանագրում, բայց փաստ է սա իրար վիրավորել նույնիսկ անձնական վիրավորանքների մակարդակով եւ նույնիսկ ամենաբարձր, պատգամավորների մակարդակով իրար ամենավերջին խոսքերը ասել, ինչպես եք սրան նայում առհասարակ եւ 26 թվականի ընտրությունները երբ ունենք աչքի տակ, մենք այսպես
այս պառակտված ընդդիմությամբ եւ այնտեղ էլ Նիկոլ Փաշինյանը մենք ոնց ենք պատրաստվում գնալ դրան։ Դրա համար էլ այդ ճգնաժամը խորացել է անկեղծ ասած, եթե չմոտենանք։ Այսինքն մենք չենք կարողանում մեկ ընդդիմադիր դեմքով գնալ։ Սա օրինաչափություն է, տեսեք։ Եթե շատ անկեղծ լինենք, խոսքը երկրորդ եւ երրորդ նախագահների թիմի ոչ հաճելի քաղաքական դիսկուրսի կամ գզվրտոցի մասին է նույնիսկ խոսքը։ Իհարկե ես աշխատում եմ մասնակից չդառնալ այդ մանին գզվրտոցին։ Ես ինքս ավելի շատ ընկերներ եւ այլն ունեմ հանրապետական կուսակցության շարքերում, քան այն մյուս բևեռում, բայց միևնույնն է, ես այդ կոնֆլիկտին աշխատում եմ մասնակից չլինել։ Գիտեք, մենք բոլորս ունենք ընդդիմադիր դաշտում ընկերներ, հարազատ մարդիկ եւ մենք էլ ենք այսպես հայտնվում ենք այնպիսի կացության մեջ չենք իմանում բայց սա ինչի է օրինաչափ։ Ուրեմն տեսեք, այդ երկու խմբակցությունների ճգնաժամը սկսվել է խորհրդարանական ընտրությունների ավարտի հենց հաջորդ օրը։ Ու սա շատ օրինաչափ է։ Այսինքն 21 թվականն է հիշատակում։ Իսկ միջև դա 21 թվականից, չէ, միջև դա էլ է սկսվել։ Հիմա պատմություններ են պատմում, որ 5 տարի առաջ, 10 տարի առաջ։ Շատ անկեղծ ասեմ։ Այս վիճակը կանխատեսելի էր, երբ որ մոտավորապես 2021 թվականի ապրիլ թե մարտ ամիսներ, հիմա էական էլ չի, չեմ էլ հիշում, մի հատ շատ ռացիոնալ առաջարկ հնչեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ 3 նախագահները միավորեն իրենց ջանքերը, նախընտրական մեկ ցուցակով ներկայանան, բայց 4-րդ մարդու դեմքով, այսինքն մի հատ կոնսենսուսի գան, մի հատ տեխնացուի շուրջ, որ իրենց 3-ից դուրս է, հա? Դա իդեալական մի տարբերակ կլներ եւ ըստ էության հաղթելու բանաձև էր այդ փուլում։ Ցավոք սրտի նախագահներից մեկը, Ռոբերտ Քոչյանը ավելի կոնկրետ, շատ չարթարացված սպասելիքներ ուներ, որ ինքը կրելու է, հենց այդ բառով էլ ձևակերպեց եթերում, եւ որոշեց, որ այդ համաձայնությունները պետք է չգործեն։ Դե հիմա տեսեք, իրենք էլ ասում են, երբ որ գնում ենք ընտրությունների, բա չասենք, որ մենք պիտի կրվենք։ Լավ, հասկացանք, բայց ինչի վիժեցրեց։ Ասում են, ինչ ասենք, ասենք գնում ենք չենք կրել։ Չէ, հասկացանք, բայց ինչի վիժեցրեց այդ երեքի միասնությունը։ Եթե խնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացումն էր, դրանից հաղթող տարբերակ չկա։ Թողը երկուսը միանային իրար։ Երկու, դե դա արդեն դա ուրիշ խնդիր է։ Երկուսը միանային, էլի մի լավ լիդեր առաջարկել։ Երկուսի միավորումը ըստ երևույթին են էֆեկտիվությունը չէր ունենա, բայց այդտեղ էլ խանգարող բաներ են եղել։ Ես խոսում եմ այն մեծ գաղափարի տապալման մասին։ Հիմա դրանից հետո երկու խմբակցություններն էլ, որոնք մտան խորհրդարան, մի օրակարգով էին մտել Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո պարզ էր, որ այդ առաքելությունը իրանք ձախողել են։ Հենց անմիջապես դրանից հետո մեկ տարվա ընթացքում առաջ պառակտումը տեղի ունեցավ։ Երկու խմբակցություններն էլ պառակտվեցին։ Այսինքն այդ Քոչյանի դաշինքի կուսակցությունից մեկը դուրս եկավ դաշինքից եւ խորհրդարանից, մնացին միայն Դաշնակցությունը Քոչյանի թիմը եւ պարոն Արթուր Վանեցյանը դուրս եկավ պատիվ ունեմից եւ մնաց հանրապետական կուսակցությունը պատիվ ունեմի շրջանակը։ Սա առաջի փուլն էր պառակտում։ Դա էլ էր պառակտում։ Ուղղակի ավելի լոկալ դրսևորումներ էր։ Մենք պակաս հրապարակային շեշտադրումներով մենք մեծ մասից դա չնկատեցինք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դա տեղի ունեցավ այդ ձեր նշած առաջին փուլ այն ժամանակ, երբ որ դիմադրություն 22 թվին ՀՓՇ-ն չհաջողեց, դա հուսած ջանքեր էր այն առաքելությունը ավարտին հասցնելու, որը չէր ստացվել խորհրդարանական կուսակցություն։ Հիմա չէ, ՀՓՇ-ն չէ, դիմադրություն շարժումը, այո, դիմադրությունը չհաջողեց։ Հիմա քանի մոտենային ընտրությունները, այս արդեն ավելի բայսբերգի ավելի վերևի հատվածում հակասությունները օրինաչափորեն պիտի սրվեն, որտեվ լուծված չի մնացել այն հարցի պատասխանը, թե ինչու կամ ում պատճառով ձախողվեց ընդդիմությունը։ Հիմա երկու նախագահների կողմնակիցները փորձում են մեկը մյուսին հասցեագրել դրա պատասխանատվությունը, այնպես որ սա օրինաչափ, տգեղ, բայց օրինաչափ բաժանում է։ Այսինքն սա նորմալ է, ինչ տեղի է ունենում քաղաքագիտական տեսակետից, սա շատ նորմալ պրոցես է, որովհետև նույն ձև պառակտվել է Ստեփան Դեմիրճյանի շուրջ ստեղծված արդարություն դաշինքը, որը ձախողվեց, նույն ձև տապալվել է միասնություն դաշինքը, որը ձախողվեց,
բայց նա մի քիչ ուրիշ պատմություն էր, հատկապես արդարություն դաշինքի սեգմենտները 2003-7 թվականը 6-7 թվականներին 2006 այն կարգի պարակտված եւ բարոյալքված վիճակում էին, որ ոչ միայն իրար մեղադրում էին, այլ 2007-ին հանրապետական Այսինքն դուք գնահատում եք, որ սա նորմալ քաղաքական process է, հրապարակային արտահայտչելած ձևը նորմալ չի։ Հա։ Կարող էին ավելի զուսպ այդ բանը ավելի զուսպ, ավելի կոռեկտ լինեին։ Եվ քյաչալ շուն Պիսո, այդ գող պիսո բաներից ձեռնպա մնային, բայց այն ինչ տեղի ունենում, շատ նորմալ է։ Հիմա այսպես ասեմ, ողբերգություն չկա։ Պարոն Սուրենյան, սա նորմալ է, որովհետև 26-ի ընտրությունների տեսլականի ընտրությունները հիմա հայտարարել են տեսականորեն, որ հետաձգվում է, այս վեճերը սառելու են։ Ահա։ Սա կապված է, որովհետև վերադիրքավորվում են նոր ընտրությունների մասնակցելու նպատակով։ Հիմա պարզ է, որ մեր տիպի նոր կուսակցությունները լենեսարանքում առաջացել, այդ վեճերում այսքան անուղակի բոլորս էլ կանք, որովհետև վերախմբավորումների մեջ դեմոկրատական այլընտրանքներ կլինի, այլ կուսակցություններ էլ կլինեն, այսինքն դաշտը ավելի հարստացել է այդ առումով եւ թուլացել է բոլոր երեք նախագահների գործոնը։ Էս էլ կա։ Բոլոր երեք նախագահների գործոն ըստ էության իրանցից որևէ մեկը կարծում եմ այլևս նու երկուսի վրա վստահ են, որ ուղիղ չեն մասնակցի 2026-ին առաջին եւ երրորդ նախագահների մասով վստահ եմ, որ ուղղակի մասնակցություն չեն ունենա իրաց դեմքով։ Երկրորդ նախագահին էլ խորհուրդ կտայի, որովհետեւ եթե նա տենդենսը քաղաքական գործընթացի չհասկանա, ներքաղաքական կյանքից հեռանալու է պարտված։ Պարոն Սուրենյան, ասում եք գործոնը նվազել է։ Ամբողջ մեր անդիմադիր դաշտը այսօր հենց այդ երեք նախագահների շուրջ ձևավորված քաղաքական եւ պլատֆորմների եւ գործիչներով է ձևավորված, որոնք ամեն մեկը մեկ նախագահի թիմում են։ Okay, քաղաքական սերնդափոխություն պետք է ապահովեն։ Իրանք մոդերատոր պետք է դառնան քաղաքական սերնդափոխություն ապահովելու, որովհետեւ Ինչ եք դուք զարմանում, Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն էր 21 թվականին դժկամությամբ համաձայնվեց հակ ցուցակը ղեկավարել, Սերժ Սարգսյանը ընդհանրապես չմտավ ցուցակ, հիմա Ռոբերտ Քոչյանն էր հավակնում վարչապետի դերին։ Հիմա ես ասում եմ 26-ին նաև Ռոբերտ Քոչյանը չպետք է հավակնի, որովհետև իսկապես քաղաքական դաշտը նաև իրենց մասնակցությամբ նախկին երեք նախագահների, որոնցից բոլորին էլ ես անկախ իմ քաղաքական վերաբերմունքից իրենց հանդեպ ակնածանքով եմ վերաբերվում եւ չեմ ուզում նսեմացնել նրանց դերակատարությունը եւ այլն առանց հետել մի հրեշ կա, որ դրանով զբաղվում է շատ։ Դե տեսեք, հիմա հասարակ ժողովուրդը մեր, որը անընդհատ ուզում է գտնել փրփուրներ, որից կարճի եւ գնա տեսնի այն համախումբը, որի միջոցով ինքը կկարողանա ձերբազատվել սրանցից ձերբազատվել։ Ասում են, ահա, տեսեք, իրենք իրար հետ որևէ հակառակը ապացուցեց։ Միասնական ընդդիմություն չի լինում, դա ամենամեծ միֆն է։ Շատ լավ, բայց ժողովուրդը հիասթափություններ է ապրում ամեն անգամ այսպիսի դրսևորումներից։ Գյումրի օրինակով 3-4 ազդեցիկ խմբեր մասնակցեն ընդդիմադիր։ Կարևոր է իրար չթիրախավորեն ընտրարշավի ժամանակ։ Դե մեր խնդիրը հենց դա է, որ չթիրախավորեն։ Այս միջև ընտրարշավն են թիրախավորում, վստահ եղեք, քանի մոտենանք ընտրական ցիկլին, վերախմբավորվելու են ուժերը, առաջանալու է 3-4 ընդդիմադիր բևեռ, վստահ ձեզ ասում եմ։ Հիմա տեսեք, նաև ձևավորվում է այսպես երիտասարդների նոր հանրային դեմքերի կողմից որոշակի շարժումներ եւ այս շարժումների ներկայացուցիչները շատ ավելի կատեգորիկ են վերաբերվում 26 թվականի ընտրություններին, ասում են, ինչ 26 թվականի ընտրությունների պատրաստվելու մասին է խոսքը։ Մենք հարցը պիտի լինենք լուծենք այս պահին, այս վայրում, այս ժամին։ Իմպիչմենտով։ Այո, իմպիչմենտի օրակարգ կա։ Իմպիչմենտը կարա թրիգեր լինի, ինքը իրականություն չի կարող դառնալ։ Անդադար 2022 թվականից կրկնում եմ սա։ Բագրատ Սրբազանին կարող եք հարցնել։ Տևական զրույցի ընթացքում բացատրել եմ, որ դա անհնար է նույնիսկ այդ Սրբազան շարժման
Բայց հիմնավորումներ են անում եւ այլն ասում Ոչ են, մի որ հիմնավորում չի խորհրդարանական աշխատել։ մեծամասնությունը եւ Դուք նաեւ գիտեք պատիվ ունեմը կարող են այս հարցը լուծել։ Իմպիչմենտի վրա քանի ամիսա քաշելու նույն այդ պրոցեդուրալ առումով եմ միայն ասում։ 5-6 5-6 ամիս հետո մեկնարկելու է արդեն հերթական ընտրությունների քարոզարշավը։ Իմպիչմենտ կարող է տեղի ունենալ միայն մի պարագայում։ Երբ Երևանի փողոցները կաթվածահար են օրեր շարունակ, եւ իշխանությունը ճաքեր է տալիս։ Նման sense հանգիստ քաղաքում ինչքան է լարվածություն կա բոլոր սֆերաներում, իշխանության վարկանիշը գահավիժում է, Նիկոլ Փաշինյանը ամեն օր խայտարարության մաստեր կլասա ցույց տալի, ընդհանրապես մի խայտարակ կառավարման հետ գործ ունենք, բայց միևնույնն է, հասարակական քաղաքական հարաբերությունների ստատուս քվոն այսօրվա թույլ չի տալիս իմպիչմենտ իրականացնել։ Բայց այդ նախաձեռնությունները իմպիչմենտի օրակարգով չեն կարող վնաս տալ։ Իրենք կարող են տրիգեր լինել փոփոխություններ անելու համար։ Այսինքն պետք չի իրանց բացասաբար վերաբերվել, մանավանդ այդ մարդկանց բոլորին հարգում եմ ովքեր այդ իրանք իրանց սկզբունքայնությունը տարիներ շարունակ ապացուցել են, բայց իրական չի, եթե դրան մոտենում ենք որպես պրակտիկ քաղաքական օրակարգ։ Երկու նստաշրջան է մնացել, որևէ նախադրյալ չկա, որ ուսապարկերի խմբակցությունը կարող է ճաքեր տալ։ Հասկանում եք։ Հաստատ ցույց տվեց։ Որովհետև այդ մարդիկ, ովքեր իմպիչմենտից են խոսում, նաև այդ խմբակցությունը ասում են բաղկացած է ուսապարկերից, չէ՞։ Ուսապարկը անուն ազգանուն չունի։ Ինքը չի կարող որոշել դուրս գալ այդ խմբակցությունից, եթե իրան անպետք ապրանք որպես դեմ չնետեն։ Դե իրենք ամբողջությամբ փոխկապակցված են մեկը մյուսով են, որ ասում են մեկի պոչը մյուսի տակ է։ Բնականաբար իրենք չեն գողերի, ստախոսների մի կուր ոհմակը, դա։ Այո, բայց բավականին կուր, ինչպես փաստը ցույց տվեց։ Հա, բայց բավականին խոցելի, ինչպես ընտրությունների արդյունքներն են։ Դե կուր որպես իշխանություն, ես կասեի։ Բայց խոցելի։ Այո, եթե իշխանություն չլինեն, հետո կտեսնենք ինչ կլինի։ Արգելի Ռիփսիմե, ես ձեր եթերում վստահ պնդում եմ, որ այս իշխանության հերրացման ամենաարժանավետ ճանապարհը մնում են ընտրությունները։ Հավատացած եղեք։ Նիկոլ Փաշինյանը հենց ընտրությունների հեռանկարից է սարսափում։ Հիմա տեսեք, շատերը շարունակելով ձեզ ասում են, որ ընտրություններով իշխանությունը չի փոխվում, որովհետև ամբողջ վարչական լծակներին տիրապետում է իշխանությունը։ Բայց Գյումրիում էլ է տիրապետում։ Այդ է ուզում ասել, տիրապետում է իշխանությունը եւ այլն, ինքը ինչպես ուզում է անում է, ընտրակեղծիքների կգնա եւ այլն։ Չի կարող Տեսեք, հիմա Գյումրին ու Փարաքարը բոլորովին հակառակը ցույց տվեցին։ Անկեղծ, շատ անկեղծ լինենք։ Մենք Երևանի հասարակությունը։ Ես հարցս վերջացնեմ, կներեք, մենք ունենք մտավախություն, որ տեսնելով այս նախադեպերը, այլ մեխանիզմներ կձեռնարկեն 26 թվականի ընտրությունները կեղծելու եւ հաջողեն։ Okay, դա կնշանակի Նիկոլ Փաշինյանը իր ձեռքով ժողովրդին դրդում է հեղափոխության թողանի։ Կարծում եք, որ ինքը նորից վերարտադրվի, ինչ պիտի տեղի ունենա։ Եթե ապօրինի խորտ մեթոդներով վերարտադրվի, հաջորդ օրը Երևանում կստանանք այն վիճակը, Դուք վստահ եք։ Վստահ եմ ձեզ ասում։ Վստահ եք, որ երբ ինքը վերընտրվի, պիտի ժողովրդին կարողանան ղեկավարեն տանեն փողոց։ Այս հասարակությունը բանը հարմարվող հասարակություն է, բայց մեր երրորդ հանրապետության քաղաքական պատմությունը էլ նայեք, մի հատ օրինաչափություն կնկատեք։ Այս հասարակությունը երբեք չի հանդուրժել, երբ որ իր քվեն կեղծել է։ Բոլոր զարգացումները ներքաղաքական կեղծված ընտրություններից հետո են եղել։ Բոլոր։ Իսկ ով ապացուցել, որ դրանք կեղծված ընտրություններ են եղել։ Հասարակությունը շատ լավ զգում է։ Դե հիմա գիտեք ինչ կա։ Քարոզչական մեխանիզմներն էլ անընդհատ ասում են, էս սենց է, այնց է։ Չէ, տեսակ Լեննականում եւ Փարաքարում դա չաշխատեց։ Բայց դա չի ապացուցվել, որ ընտրությունն է մեր երկրում կեղծվել։ Բայց այնտեղ Երբ դուք եղել եք ընդդիմություն այն ժամանակ, ինչ քայլեր եք ձեռնարկել ընտրությունները, կեղծված ընտրությունները։ Գալիս էր ստիպում էր ընդդիմադիր առաջնորդներին շարժումը ղեկավարել։ Եվ մի հատ ուրիշ օրինաչափություն էլ չի, կա որ էս հասարակության համար կարմիր գիծա։ Որը։ Որևէ մեկին թույլ չեն տալի երկու անգամից ավել կառավարել։ Դե դա մեր սահմանադրությամբ ամրագրված։ Չէ, սահմանադրությունը հեչ կապ չունի, դա իրավական նորմա, սահմանադրությունով ամրագրված, բայց բոլորը փորձել են այդ ուղղությամբ իշ-որ փոխելով սահմանադրություն բան իշ-որ քայլեր անել, բայց զգացել են, որ հանդիպելու են հասարակության շատ ուժեղ դիմադրությանը։ Մենք ամբողջովին եվրոպական հասարակություն չենք, բայց ամբողջովին ասիական էլ չենք, ինչ-որ հիբրիդային
հասարակություն ենք։ Պարոն Սուրենյանց, վերջին հատված արդեն մենք նույնիսկ գերազանցել ենք մեր ժամանակը, տեսեք, 2 օր առաջ Շիրակի թեմի առաջնորդը, քանի որ դուք Գյումրու ավականու ընտրություններում այսպես շատ ակտիվ եք եղել, նաև Սրբազանի հետ էլ հանդիպել եք, Սրբազանը պարբերաբար հարցազրույցներ է տալիս եւ սկանդալային հայտարարություններով է հանդես գալի, կարելի է այսպես գնահատել, եւ տեսանք թե ինչ տեղի ունեցավ այս վերջին իր հարցազրույցից հետո։ Այս վարքը, այս դրսևորումը մեր ընդդիմադիրների կողմից, այս հարձակումները հոգևորականի նկատմամբ ինչպես է գնահատում։ Տեսեք, ես կարծում եմ, Արդյոք կարելի է այս ձևով հարցին դուք տվեք այս հարցին որպես պատմաբան պատասխանեմ, որը նաև կրոնի պատմություն հրաշալի գիտի, նաև եկեղեցու։ Բարի։ Ուրեմն ես կարծում եմ, որ հայ առաքելական եկեղեցին եւ նրա բարձրաշարժ սպասավորները ունեն քաղաքակրթական եւ սոցիալական առաքելություն եւ հատկապես այդ տիրույթում նշած ողերտի սահմանը։ Եթե մեր հարգարժան սրբազաններից որևէ մեկը կամ մի քանիսը գուցե ամբողջովին հետևանքները չպատկերացնելով քաղաքական կոնյունկտուրայի մեջ են մտնում, նրանք ակամայից դիրքավորվում են ներքաղաքական որևէ ճամբարում, այդ պարագայում ցավոք սրտի դառնում են նաև թիրախ, ցավոք սրտի, եւ իրանք պետք է հասկանան, որ եթե դիրքավորվում են քաղաքական որևէ ճամբարի կողմում, խուսափելիորեն այն միշտ ճամբարի կողմից թիրախավորվել են։ Այդպես եղավ Բագրատ Սրբազանի պարագայում, այդպես եղավ Միքայել Սրբազանի պարագայում, բայց այն ոճը, որով նրանք քննադատվում են, ես չեմ ընդունում։ Պարոն Սուրենյանց, արդյոք հոգևորականը չի կարող իր դիրքորոշումների մասին բարձրաձայնել։ Կարող է, բայց շատ բարձր նոտաներով։ Իհարկե։ Մենք տեսնում ենք այսօր բարձր նոտաներով հոգևորականների խոսք։ Միքայել Սրբազանի հարցազրույցի 80%-ը հենց այդպիսին էր։ Վերջին հարցազրույցի 80%-ը դա շատ կարևոր թեմաներից էր խոսում։ Ազգային, եկեղեցի պետություն, հարաբերություններ, անվտանգային եւ այլն։ Իմ կարծիքով ես շատ փոքր եմ որ Սրբազաններին խորհուրդ տամ, իմ համեստ անձի կարգավիճակը թույլ չի տալիս դա անել, բայց ես եթե Միքայել Սրբազանի փոխարեն լինեի, անպայման հաշվի կառնեի երկու նախագահների թիմերի միջև արկա առանցային լարվածությունը եւ կմնային բարձունքին եւ այդ հակադրությունների դաշտ չի մտնի այդ գնահատականներով, թե չէ իր հարցազրույցը այլ թեմաներով, 2 ժամանոց հարցազրույցը, որը ես 2 անգամ եմ դիտել, բայց էլի կրկնեմ, Սրբազանը պետք է մնար քաղաքական խոսք ասելու պարագայում շատ բարձր քաղաքակրթական նշաձողի մեջ եւ ընթացիկ քաղաքականության թակարդները չլարեր։ Այս է եղել Սրբազանի բաստողումը, բայց Սրբազանի թիրախավորողներին էլ ես խորհուրդ կտամ դա անել պարկեշտության, բացառիկ պարկեշտության շրջանակներում, որտեղ անհամաձայնություն կարելի հայտնել նաև խոնարհությամբ ու գեղեցիկ բառապաշարով։ Ընդհանրապես հարցազրույցները պետք է նայել ամբողջության մեջ դա բացառիկ հաջողված հարցազրույց էր մեր ակտիվ երկու սրբազաններին հատկապես հրապարակային դաշտում ավելի շատ ակտիվ Բագրատ Սրբազանի եւ Միքայել Սրբազանի վերջի անգամ որդիաբար հորդորում եմ ընթացիկ քաղաքական հաճախ շատ մանր խնդիրներում չփոշիացնեն իրենց քաղաքակրթական եւ հոգեվոր առաքելությունը։ Պարոն Սուրենյան, շնորհակալ եմ այսօր իմ տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ ակտիվ աշխատանքային ընթացք։ Շնորհակալ եմ։ Իսկ մեր հետևորդներին, հեռուստադիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ այսօր Մետանոյայի տաղավարում հյուրընկալվել էր Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։